Թողնված անասնակոմեր, ունենք ձեռք բերված տեխնիկաներ ու հիմնականում ձեռք ենք բերել վարկով, վարկերի միջոցով։ Ու մի կխնդրեինք, եթե հնարավորություն կա, հնարավորության չափերի սահմանում, մեզ օգնել տոհմային անասուններ ստեղծելու, զարգացնելու այդ ճյուղը նպատակով։ Պետությունը պետք է հասկանա, որ գյուղական բնակավայրերում շատ հասցեական աջակցություն պետք է տա քեզ։ Պետությունը պետք է հասկանա, թե ինչ տոկոսով քեզ փող պետք է տա, որպեսզի դու եկամուտ ստանաս։ Այսինքն այս առումով Գագիկ Ծառուկյանը իր ծրագրերը ունի, մենք ձեզ լսելու ենք, դա տեղ է գտնելու այդ ծրագրում, մշակելու ենք, որպեսզի ինքը գրավիչ լինի ձեր համար։ Ամբողջ հանրապետությունում իմ կարծիքով բրդի վերամշակում չկա։ Այսինքն փոքր մանվածքային արտադրություն լինի։ Հա, հավաքենք բուրդը, մեկը համ պահողներին, ոչխարբուծողներին օգուտ կլի, համ մշակողներին աշխատատեղ կլի։ Հիմա օրինակ այդ ոչխարների գլխաքանակի ինչքան է գյուղում։ Գյուղում պահող չունի, որովհետև օգուտը քիչ է։ Իսկ խոշոր եղջերավորների գլխաքանակը։ Խոշոր եղջերավորը խոշորը, բացի այս տարվանը, մոտ մի 300-ից ավելի։ Որ ամայնքում դա 3 բայց ժամանակի ընթացքում իջել է։ Իջել է, հա։ Դրա համար Ժորժ ջան, միտքը հետևյալն է, շատ ճիշտ էլի հարցադրում է, որ այս առաջարկները մենք գույքագրենք, խմբավորենք, որտեղ առաջարկներ կա, որ տիպիկ մենակ ձեր համայնքում կարալի, բաներ կան մեծ մասը, որ բոլորի համար նմանատիպ խնդիրներ կա։ Սա գամ մտնի առաջարկ Հայաստանի ծրագրի մեջ, հետո այդ վերջնական ծրագիրը նորից բերենք ձեզ հետ քննարկենք, այսինքն եթե դա ձեր կողմից ձեր առաջարկներն է, ուրեմն դուք չեք կարող դեմ լինեք դրան։ Եթե դա ձեր առաջարկներն է, համաձայնեք, հետո արդեն մեր մասնագետները աշխատելու են ամիսների ընթացքում դրա վրա, կգնանք ամբողջ մարզերով հանրապետության եւ արդեն կառաջանա կձևավորվի վերջում այդ առաջարկ Հայաստանի ծրագիրը։ Եվ դուք գիտեք, որ Գագիկ Ծառուկյանը այն անձնավորությունն է, որ շատ հետևողականն է։ Հետևողական անձնավորությունն է, ինքը եթե մի բան խոսք կա տալի, անպայման ի կատար է ածում։